Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդին հայտարարել է, որ նոր սահմանադրության նախագիծը կգրվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ժողովրդի վստահությանն արժանացած մեծամասնության կողմից։ Իրական ժողովրդավարական երկրներում սահմանադրությունը չի գրվում հաղթած կուսակցության համար կամ նրա կողմից, այն գրվում է հենց այն պատճառով, որ ոչ մի կուսակցություն, ոչ մի մեծամասնություն չկարողանա անսահմանափակ իշխանություն ունենալ։ Սահմանադրությունը պետք է պաշտպանի նախևառաջ քաղաքացուն հենց այն իշխանությունից, որին հենց ինքը տվել է վստահության մանդատ եւ մեծամասնության իշխանություն։ Ինչու են մարդիկ օտարություն զգում իրավակարգի նկատմամբ, որովհետև տասնամյակներով օրենքը չի պաշտպանել նրանց քվեն, նրանց սեփականությունը, նրանց իրավունքները։ Տեսել են, թե ինչպես է սահմանադրությունը լռում, երբ թալանվում է պետությունը, երբ կեղեքիչ վերնախավերը, իշխանությունները մնում են անպատիժ։ Նոր սահմանադրությունը չի կարող լինել հաղթանակած մեծամասնության նախագիծը, այն պետք է լինի ժողովրդի եւ պետության միջև կնքված պայմանագիր, որը սահմանափակում է ցանկացած իշխանություն, նաեւ մեծամասնության իշխանությունը եւ ուժեղացնում քաղաքացուն։ Եթե այդ սկզբունքը չկա, դրա անունը կարող է լինել սահմանադրություն, բայց էությամբ դա կլինի ընդամենը մեկ իշխանության ժամանակավոր կամայականության փաստաթուղթ։